Մենք բոլորս միասնական փոխելու ենք այս իրականությունը, որովհետև այս իրականությունում ապրել դա նույնն է, որ բառից բուն իմաստով մենք 109 տարի հետ գնանք եւ ապրենք եւս մեկ ցեղասպանություն։ Իսկ դա թույլ տալով ենք իրավունք ունենք։ Այդ փոփոխությունը մենք պետք է կարողանանք մտցնել մեր երկրում։ Պետք է հասկանանք, որ զինվորականը պաշտպանում է հայրենիքը, ժողովրդին, այլ ոչ թե աթոռը կամ անհատ անձանց, ովքեր որ այսօր փորձում են իրենց կաշվի համար ամեն ձև կաշացնում են աթոռին եւ դրանով հանդերձ պատրաստ են գնալ ամեն քայլ, որպեսզի ուղղակի ձևով իրենք շարունակեն մնալ անպատիժ եւ կարողանան թողարկել իրենց ապօրին եւ հակասանադատան գործողությունները։ Մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ այսօր Հայաստանի Հանրապետության սահմանությունը տապալված է։ Եթե մենք վերցնենք օրինակ առայն, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության պետական եւ սուվերեն տարածք, դա նշանակում է, որ սահմանադրական կարգը մեր մոտ խախտված է։ Եվ այն վերականգնելը դա մեր բոլորիս պարտականությունն է։ Ոչ միայն ասենք ինչ-որ քաղաքական ուժերի կամ հասարակական, հասարակական գործունեությամբ զբաղվող մարդկանց կամ ինչ-որ մի փոքրախումբ ժողովրդի, այլ բոլորիս է։ Երբ որ այսօր ես տեսա, թե ինչպես են մի քանի որոշ ուժեր կամ կազմակերպություններ տանում ինչ-որ հպարտ քաղաքացու տոնը ճակերտավոր իհարկե։ Ինչ է քաղաքացիություն։ Մենք հայրենիք ենք կորցնում, եթե չունենք հայրենիք եւ չկա ազգային պետականություն, ինչ քաղաքացի։ Իսկ բանակը դա մեր պետության հիմնասյունն է։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք ցանցային պայքար, ճանապարհներ են փակվում եւ այլն, բայց այսպես ասած հիմնական կրակը չի բռնկվում պայքարի։ Ինչն է պակասում, ինչն է պատճառը ձեր գնահատմամբ եւ արդյոք կլինի ինչ որ ազգային ինչ-որ մի բան, թե 2018-ի կերպ նորից ինչ-որ դրսի արտաքին տեխնոլոգիաներ կփորձեն կիրառել։ Գիտեք, ես մի քանի, չեմ վարանի ասեմ, ես մի քանի անձանց տեսա Տավուշում, ովքեր իրականում այնտեղ են գնացել, որովհետև Տավուշի այսօրվա այս պայքարը բավականին հանրային հնչեղություն ունի եւ ես հստակ գիտեմ, որ կան եւ քաղաքական եւ հասարակական գործիչներ, ովքեր ուղղակի ավելի շատ փորձում են օգտագործել իրավիճակը, որպեսզի ինչ-որ հանրային հնչեղություն ձեռք բերեն։ Դա իմ համար շատ ցավալի է, բայց ես տեսնում եմ նաեւ քաղաքական ուժերի անհատ անձանց եւ հասարակական գործիչների, նաեւ ռազմաքաղաքական գործիչների, ովքեր որ կանգնած են այնտեղ, կանգնած են ժողովրդի կողքին։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը երկրորդ անգամ չի խաբնվելու։ Ինչն է պատճառը, որ ավելի առաջ չի գնում։ Ես կարծում եմ, որ դա վստահության խնդիր է։ Բայց ես մի բանում համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Սփյուռքում մեր հայրենակիցների 90%-ը ուղղակի ձևով բավական մեծ հիասթափություն է ապրել եւ օր առաջ սպասում են, որպեսզի այս իշխանությունները հեռանան։ Ես դրանով կարող եմ վստահ եմ դրանում, ես խոսել եմ հազարավոր հայրենակիցների հետ եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ ես այո վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ դրանում ես ոչ մի կասկած չունեմ։ Այն կայծը, որ այսօր կա, սա հաղթանակի կայծ է եւ գալու է այսօր, կլինի վաղը, մյուսօրը, մեկ շաբաթ հետո, բայց ես վստահ եմ, մեկ ամիս հետո, որ այս իշխանությունները ևս այն տարբերակ չեն ունենալու, քան զիջել ժողովրդին, այն ինչ խլել են ժողովրդից իշխանությունը։ Շնորհակալություն։